Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է ռազմական եւ հետազոտող Լեոնիդ Ներսիսյանի հետ, բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Բարև ձեզ։ Հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանսիան միմյանց հետ իրար հետ կնքում են հրապարակային կոնկրետ ռազմական անվտանգության ոլորտում գործակցության պայմանագիր, այդ տեղեկությունը հայտնեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան արտգործնախարար Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ, դա հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին իր պաշտպանությունը ապահովելու համար, ինչպես է գնահատում այս գործակցությունը եւ ինչ սպասել։ Ինձ թվում է սա շատ կարևոր լուր է, լուր, որից առաջ եղել են ամիսներ տարբեր բանակցությունների Հայաստանի ու Ֆրանսիայի մեջ, դրա համար սա նոր շատ մեծ ուղղություն է Հայաստանի բանակի համար եւ նաեւ ոչ միայն բանակի, բայց համել տեղական արտադրողների համար, որոնք կկարողանան գնել ֆրանսիական կոմպոնենտներ բարձր որակի եւ դա շատ կարող է նաեւ մեծ իմպուլս տա տեղական արտադրության զարգացման համար եւ խոսալով բանակի մասին դա Ֆրանսիան եւ Հնդկաստանը որպես երկու մեծ նոր մատակարարող ինձ թվում է որ կարող են լրիվ հայկական ոնց որ շուկան լրիվ կարող են հագեն եւ ամեն ինչ այնտեղ Հայաստանը կարող է գնել տենց զինամթերք ու զինատեսակներ չկան որ այդ երկու երկիրը չեն արտադրում իրար հետ Ռուսաստանի կփոխարինեն իրար այս երկու երկրները։ Այո, հենց այդ է ուզում ասեի, ինչով է լավ այդ երկուսը իրար հետ, որտեվ հնդկական զենքն ու զինամթերքը ոնց որ ավելի էժան է, ավելի, բայց ասենք ավելի իր որակը կարող է մի քիչ ավելի ցածր լինի, ֆրանսիականը ավելի թանկ է ու շատ որակյալ ու ստեղ կա ընտրություն, ասենք, օրինակի համար հակաօդային պաշտպանությունը ես կնախընտրեի Ֆրանսիայից պատվիրել, ոչ թե Հնդկաստանից, կամ Հնդկաստանից էլ կարելի է պատվիրել, բայց մենակ ինչ-որ այնտեղ սահմանափակ ոնց որ շուկա է, իսկ Ֆրանսիայում շատ բարձր մակարդակ ունի։ Եվ եթե մենք հրետանու մասին ենք խոսում, հրետանին օրինակի համար, որ Հնդկաստանից գնվել է մեծ քանակությամբ, ինքը երևի ավելի օպտիմալ է, քան Ֆրանսիայում, որտեղ իր գինը կարող է մի 4-5 անգամ ավելի թանկ լինել։ Այսինքն կարող է երկու շուկաները լրացնել միմյանց, իսկ տեխնոլոգիական առումով դրանք մեկը մյուսի նկատմամբ ունեն առավելություն, թե համեմատելի են ֆրանսիականը եւ հնդկականը։ Չէ, ֆրանսիականը պարզա Ֆրանսիան այսօր աշխարհի ամենամեծ զենք ու զինամթերք արտադրող երկրներից մեկն է, շատ լուրջ կարողություններ ունի, Հնդկաստանը նոր խաղացող է, բայց արագ աճող դրա համար ստեղ երևի Հնդկաստանը ավելի լավ կարա լինի, ասենք, ավելի ոնց որ մասսայական եւ ավելի ասենց ասենք պրաստոյ ինչ-որ տեխնիկա գնելու համար Ֆրանսիան, քանի որ ավելի թանկ է, Հայաստանն էլ սահմանափակ ռեսուրսներ ունի, ավելի տեխնոլոգիական բարձր զինամթերք տեսակներ է պետք այնտեղ գնել, որ ոնց որ այն ինչը որ Հնդկաստանում չկա, կամ նաև Ռուսաստանում իմիջայլոց չկա։ Ձեր կարծիքով կա տարանջատում, դուք ասացիք Ֆրանսիան մեծ զենք արտադրող պետություն է, կա տարանջատում ֆրանսիական լիցենզիայով վաճառվող զենքի եւ իտալական, ամերիկյան լիցենզիայով վաճառվող զենքի նկատմամբ։ Սա թվում է մանրուք, բայց օրինակ այն պետությունը, որ չի ուզում Հայաստանը իր լիցենզիայով զենքը գնի, կարող է Ֆրանսիային ասել
իմը չես վաճառում Հայաստանի Հանրապետության։ Իհարկե Ֆրանսիան ազատ է իր լիցենզիայով վաճառել, բայց այլ պետություններ կարող են արգելք դնել այդ մանրուքը ինչպես դուք կմեկնաբանեք։ Ինձ թվում է, այստեղ բոլոր առանձին պատմություններ կարող է լինեն, պարզա որ այն դոկումենտը, որ ստորագրվում է փաստաթուղթը Հայաստանի ու Ֆրանսիայի մեջ, հենց ֆրանսիական արտադրանքի մասին է այստեղ խոսքը գնում։ Եթե Ֆրանսիան օրինակ ունի բանակում, չգիտեմ, ամերիկական զենք ու ինքը ուզում է դա վերավաճառի Հայաստանին, դա չի կարող լինի, դա պետք է Ամերիկան դրա համաձայնությունը տա, եթե դրա մասին է խոսքը։ Եթե խոսքը նրա մասին է, որ օրինակ կարող է ֆրանսիական, չգիտեմ, կործանիչի մեջ օրինակի համար ինչ-որ շատ կրիտիչսկի կոմպոնենտներ լինեն ամերիկական, էլի կարող է խնդիրներ որոշ լինեն, բայց Ֆրանսիան ինչով է լավ այդ տեսակետից, որ իրանք շատ մեծ մասը կոմպոնենտների հենց իրանք էլ արտադրում են, իրանք համել օրինակ դաժե շարժիչներ են կործանիչի արտադրում օրինակի համար, կործանիչը օրինակի համար են բերում, էլի, պարզա որ ունեն էլի ինչ-որ իմպորտ, տենց երկիր չկա հիմա, որ ամեն ինչ ինքն է անպայման արտադրում, բայց տենց կրիտիկական ոնց որ էլեմենտները իրանք արտադրում են, բավականին լուրջ իրանք երկիր են այդ տեսակետից։ Իսկ իհարկե մարուք է, բայց չափազանց կարևոր է, թե ինչպիսի զինատեսակներ կարող են Հայաստանի Հանրապետությանը մատակարարվել, դա գաղտնիք է, շատ դեպքերում նման ինֆորմացիաները գաղտնի են պահվում, բայց ամեն դեպքում դուք ուսումնասիրել եք ինչպիսի զինատեսակներ կարող են մատակարարվել Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետությանը։ Ճիշտն ասած, դրա մասին հիմա ոչ մի ձևի ինֆորմացիա չկա, ես չգիտեմ իրանք արդեն ինչ-որ կոնտրակտների մասին կոնկրետ խոսացել են, չեն խոսացել, ինչ ստադիայում է գտնվում այդ հիմա ես չեմ կարող ասել, ոնց որ ես նշեցի, Հայաստանին պետքա որ հետաքրքիր լինի հակաօդային պաշտպանությունը, պետքա հետաքրքիր լինեն շատ կոմպոնենտները հենց տեղական արտադրողների համար, որովհետև եթե օրինակի համար դու արտադրում ես դրոն, որը արդեն թռնում է, ասենք արդեն բանակում է, օգտագործվում, պատրաստի ոնց որ ունես դու արդեն արտադրությունը, եթե դու իր մեջ օգտագործում ես, ասենք չինական կոմպոնենտներ, կամերան, ասենք, կամ ինչ-որ շարժիչը, դու ունես X ինչ-որ թվեր, որոնք դու ստանում ես, իսկ եթե դու օգտագործում ես ֆրանսիականը, դու կունենաս լրիվ ուրիշ սարք, համարյա առանց որևէ հավելյալ շատ աշխատանք կատարելու։ Նույնն էլ մնացած ամեն ինչի հետ կապված։ Կար տեղեկություն, որ հայկական դրոններ գոյություն ունեն եւ դրանք ֆրանսիական որոշ կոմպոնենտներ օգտագործվել են, դա ճշմարտություն է թե ոչ։ Ճիշտ ասած չեմ կարող կոմենտել դա այդքան շատ, եթե դա Ադրբեջանից է գալիս, տարբեր տեղերից, ասեմ ձեզ, հայկական աղբյուրներում են։ Եվ ինչը որ գալիս է Ադրբեջանից, սովորաբար իրանք սիրում են ֆրանսիականի ու պարսկականի մասին ասել, մեծ մասամբ ֆեյքեր են դրանք։ Ֆրանսիական կոմպոնենտներ դեստե կարևորը մեկ էլ ինչն է, ինքը ռազմական կլասի է, թե ինքը քաղաքացիական կլասի, եթե քաղաքացիականը պարզապես հաստատ օգտվել են, նորմալ այդտեղ ոչ մի խոսակցություն չկա, այստեղ խոսքը գնում է հենց ռազմական կլասի կոմպոնենտների մասին, որոնք դժվար է գնել է։ Իսկ պարոն Ներսիսյան, ֆրանսիական զենքը ուկրաինական պատերազմում ինչպիսի փորձաքննության է անցնում, այնտեղ, եթե չեմ սխալվում, Սեզար հրետանի է կիրառվում Ուկրաինայի բանակում, էլ ինչ արդյունքներ կարող ենք առանձնացնել, որովհետև հավանական է Հայաստանը հակված լինի հենց այն զինատեսակներին, որոնք մարտի դաշտում քննությունը հանձնում են։
Որոշ հոպի սիստեմներ են եղել այնտեղ, էլի բավականին չէ, sense եթե մենք խոսում ենք արևմտյան հոպի սիստեմների մասին, իրանք բավականին լավ են դրսևորում Ուկրաինայում, հաստատ ոչ ավելի պակաս, քան ռուսական սիստեմները, որոշ տեղ ավելի դաժե բարձր կարող է լինի, նաև օրինակ իրանք ավելի մոբիլ են ու ավելի թեթև են շատ հաճախ, քան ռուսական սիստեմները։ Դե Ցեզարը parza, Ցեզարը ամենաշատն է երևի այտենց շրջանակվել, բավականին լավ է իրան այնտեղ դրսևորել։ Կապի միջոցներ պետքա որ լինեն, եղել են նաև բաներով, Կալիոսնի տանկ, չգիտեմ, ոնց է ճիշտ հայերենով, բանը, այդ եղել է դա, բայց ինձ թվում է դա մի քիչ հայկական երևի պատմություն չի այդքան, բայց շատ տարբեր տեսակի տեխնիկա է Ուկրաինայով անցել ու մեծ մասը ինձ թվում է բավականին լավ են իրանց ցույց տվել, խնդիրներ չեն եղել։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի առաջատար պետություններից է, որպեսզի հասկանանք Հայաստանը ինչպիսի շուկայի հետ է գործ ունենում։ Կարող եք որոշ փակագծեր բացել հենց ֆրանսիական ռազմաարդյունաբերության մասին։ Որ երկրների հետ է իրանք։ Նկատի ունեմ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի առաջատար պետություններից է եւ իմ խնդրանքը ձեզ այն էր, որ փակագծեր բացեք ընդհանրապես ֆրանսիական ռազմաարդյունաբերության մասին, այսօր ինչպիսի պոտենցիալ ունեն, ինչպիսի պետությունների հետ կարող են համեմատվել, ասենք Թուրքիայի հետ, Հնդկաստանի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, հասկանանք։ Իրանք կարող են համեմատվել, ես կասեի արդեն Ռուսաստանին են իրանք մոտ գալիս քանակով վաճառքների շատ հեռու չեն ու ունենալով այս Ռուսաստանի պատմությունը Ուկրաինայում երևի բավականին բարձր հավանականություն է, որ Ֆրանսիան կշրջանցի։ Դրա համար իրանք առաջի 5 երկրի մեջ են, եթե մենք խոսում ենք վաճառքների մասին, ու ասենք իրանք դրա համար Թուրքիան իրանցից շատ հեռու է հələ որ Իսկ Իսրայելը Իսրայելն էլ այդքան բարձր չի, Իսրայելը հիմա ակտիվացել է, Իսրայելը երևի այս մոտակա տարիները ավելի կբարձրացնի իր վաճառքները, հատկապես հենց Եվրոպայում հենց հակաօդային պաշտպանության օրինակ սիստեմները հիմա ակտիվ փորձում վաճառել այնտեղ, բայց Իսրայելը այդքան մեծ չի Ֆրանսիայի չափ, որպես այտենց շուկա բանը, իրանք օրինակի համար, իրանց համար Ադրբեջանը ռեալ շատ մեծ օրինակ կլիենտ է, իսկ այևի ամենամեծը կարողանա լինի կամ երկրորդը։ Կարող ենք պնդել, որ Հայաստանը վերջնականապես հրաժեշտ տվեց ռուսական շուկային ռազմական, վերջին պատմությունը $400 միլիոն չվերադարձի, կարծես թե հենց այդ տենդենսների մասին է խոսում։ Դե, սենց ասենք, ես պերիոդում ինչ-որ երկար երևի այո, ստացվում է, որ ավելի շուտ Ռուսաստանը հաջողություն ստեղ ասեց, քան Հայաստանը, որտեղ պարզա, որ 20 թվի պատերազմից հետո Հայաստանը հենց Ռուսաստանում փորձեց գնումներ լայնածավալ անել ու չստացվեցին իրանք վերջում։ Դրա համար երևի հա, ինչ-որ բավականին տենց մեծ ժամկետով կարող ենք ասել, որ բան երևի էլ չի գնվի, համել պետք է հասկանալ, որ եթե այս ճանապարհով հեռու բավականին մենք գնացինք արդեն, էլ հետ գալն էլ մեծ խնդիր կլինի ու իմաստ կարողա չունենա, որտեղ օրինակի համար եթե քո հրետանին 155 մմ է դառնում, դու էլ չես գնի էլի 150 մմ-անոց ինչ-որ հրետանի դրանից հետո, նույնն էլ ամեն ինչ մնացած ամեն ինչը։ Դրա համար երևի այո, ավելի շատ որ ինձ թվում է, որ դժվար էլ ետադարձ լինի։
Այդ դուք կարող եք պնդում անել, որ Ֆրանսիայի հետ ռազմական անվտանգային այս համագործակցությունը Հայաստանին կարող է աջակցել, չասեմ ամբողջությամբ վերականգնելու Ադրբեջանի հետ ռազմական բալանսը, ռեսուրսները ճեղքված կամեն դեպքում շատ մեծ է, հաշվի առնելով նավթագազային եկամուտները, գոնե կմոտենա Հայաստանը նման մի վիճակի, որ այդ անհավասարությունը մեծ ծավալների չլինի, թե դուք ավելի լավատեսեք եւ հիմքեր ունեք պնդելու, որ անգամ կարող է վերականգնվել։ Ճիշտ ասած, ես ոնց եմ տեսնում, հիմա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ գոնե պաշտպանական պատերազմում ինքը կարողանա իր սահմանները պահի, ու դա ինձ թվում է ռեալիստիկ է այն ռեսուրսներով, որ այսօր Հայաստանը ունի։ Օրինակ, մյուս տարվա ռազմական բյուջեն 1.5 միլիարդ դոլար է, որը Ադրբեջանից 2 անգամ է քիչ մոտավորապես, այդքան քիչ գումար չի դա, հատկապես եթե իմացնենք այն, որ սենց ասենք 2010-ից մինչև 2020 թիվ մենք ունեցել ենք տենց միջինը 400-500 միլիոն տարին բյուջե օրինակ, իմեցի դա 3 անգամ շատ է, բայց պետք է կարևորը չմոռանալ, որ ամեն ինչ գնումներով չի մենակ, գնումները ամենահեշտ մասն են այս պատմության մեջ, գնել, եթե գումարը կա, բոլորն էլ կարող են զենք գնել, ստեղ կարևորը որ բանակի կառուցվածքը փոխվի, բանակում լրիվ ուրիշ մակարդակի սպայեր լինեն, որ մենք կարողանանք կրթությունը զարգացնենք, այդ ամեն ինչը շատ ավելի ծանր աշխատանք է ու շատ ավելի կարևոր ու ավելի շատ էֆեկտ ինքը կբերի։ Եթե մենք ընդհանրապես գնենք զրահատեխնիկա, ոչ մի բան չի փոխվի։ Մենք 2020 թվին շատ մեծ քանակի զրահատեխնիկա ունեինք ու տենց որ ասում էին հաճախ տենց շատ ահավոր դիսբալանս կա, դա այդքան էլ տենց չէր, բայց դա չօգնեց։ Ռազմական կրթությունը չափազանց կարևոր է ժամանակակից պատերազմում եւ Ուկրաինայում մենք տեսնում ենք դա ինչ խնդիր կարող է լուծել։ Նույն ՆԱՏՕ-ն աջակցել է, ընդհանրապես Արևմուտքը աջակցել է ուկրաինական բանակի վերականգնմանը, երևի թե ավելի ինտենսիվ 13-14 թվականներից սկսած։ Իհարկե, հիմա մենք չենք կարող պնդել, որ ՆԱՏՕ-ն է զբաղվելու հայկական բանակով կամ անգամ Միացյալ Նահանգներում հետ խաղապահ զորավարժություններ են անցկացնում Հայաստանում, բայց կա Ֆրանսիա, որի հետ ինչ որ շոշափելի գործակցության սցենար է նկատվում։ Դուք տեղյակ եք ընդհանրապես Ֆրանսիան ինչ կարող է տալ հայկական զինված ուժերին կրթության, այսինքն սեփական որակները բարձրացնելու իմաստով, միայն կրթությունը չի, նաև կանոնակարգեր են, ստանդարտներ են, լեզու է, այսինքն կապ է, դրանք կարող է տարական բաներ թվան, բայց պատերազմի ընթացքում հավանական է որոշիչ դեր ունենա։ Ֆրանսիան շատ բանով կարող է աջակցել հենց կրթության ոլորտում, բայց այստեղ կարևոր է նա, որ մենք ունենանք գոնե ինչ-որ քանակի սպայեր կամ նրանք, որ ուզում են դառնան սպա դպրոցից հետո մարդիկ, որ ֆրանսերեն լեզու են տիրապետում, որտեղ հենց Ֆրանսիայի հետ խնդիրը համագործակցության է նա, որ այդ երկրում իրանց լեզվին շատ լուրջ են վերաբերվում ու եթե դուք ֆրանսերեն չգիտեք, դժվար է լինելու այնտեղ սովորել եւ կրթություն ստանալ։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ դուք ասացիք, որ Ամերիկան մեզ չի օգնի բանակ սարքենք, չգիտեմ, Անգլիան չի օգնի։ Ոչ թե պնդում էի անում, այլ նկատի ունեի Ուկրաինայի հետ համեմատությամբ։ Որպես երկիր չեն օգնի որպես պետություն օրինակի համար, բայց եթե դուք ձեր կառավարությունը ունի ուզում է, որ իր երկիրը փոխվի, իր բանակը փոխվի, աշխարհում կան հարյուրավոր ու հազարավոր տաղանդավոր արդեն ասենք թոշակի դուրս եկած սպայեր տարբեր երկրներում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, որտեղ ուզեք։ Դուք այդ մարդկանց միշտ կարաք մասնավոր ձևի ինչ քանակի ուզեք
բերեք եւ իրանք ձեզ օգնեն ձեր ռեֆորմների կամ կրթության հետ հարցերը լուծել։ Դա ստեղ միակ խնդիրն է նա, որ դա անելու համար պետք է ինչ-որ ներուժ ունենալ եւ ուզենալ ռադիկալ ձևի բան փոխել երկրում։ Ու որտեվ պարզա որ դա դրա ռեակցիան լինելու է բավականին նեգատիվ, օրինակ որոշ բանակի շրջանակներից պարզապես, բայց պետք է այդ ուժը ունենալ։ Թե չէ գնում անել Հնդկաստանից այսքան զենք առնել, Ֆրանսիայից այնքան զենք առնել, այդ լավ բան է, բայց այդ ճիշտ ասած դաժե 50%-ը չի խնդիրի, այդ երևի 20-ից 30%-ն է խնդիրի լուծում։ Ներկա պահին ձեր կարծիքով Հայաստանի պաշտպանունակության բարձրացման ծրագրերը երկարաժամկետ բնույթ են կրում, թե կարճաժամկետ, այսինքն հենց հիմա գնենք այսքան զենք, որպեսզի չլինի այսպես հարձակում կամ կարողանանք պաշտպանվել, թե ավելի ռազմավարական մտածողություն է գործում, որ տարիներ անց միգուցե փոփոխությունները Երևան, բայց որակյալ փոփոխություններ լինեն։ Դուք ինչ տեղեկություններ ունեք ընդհանրապես այդ բարեփոխման տեմպի ծրագրերի նպատակների մասին։ Ինչը որ ես հիմա տեսնում եմ, օրինակ նույն գնումների հետ, Հնդկաստանի հետ կապված, ավելի տենց ինչ-որ էքստրեմնի տենց հարցեր են լուծվում, արագի մեջ, բայց մենակ կարճաժամկետով չի կարելի, ինքը շատ հիմա կարևոր է, բայց երկարաժամկետը պետք է պարալել գնա անպայման։ Օրինակի համար Ֆրանսիայի հետ համագործակցությունը ինձ թվում է, որ դժվար թե ինքը ստացվի կարճաժամկետի մեջ այդքան շատ, որովհետև դե պարզ է, այդ երկիրն էլ է Ուկրաինայի պատերազմի մեջ ահագին խրված, էլի ինչ-որ մեզ կարող է ուզենա օգնության ձևով ինչ-որ ավելի արագ ինչ-որ հարցեր լուծել, բայց մեկը այդ պատմությունը արդեն շատ կարճաժամկետ չի կարա լինի, որովհետև արդեն 2023 թիվն է, նոր մենք սկսենք ինչ-որ բան Ֆրանսիայի հետ, արդեն ահագին ժամանակ անցել է։ Ուստեղ Ուկրաինայի հենց օրինակն է կարևոր, երբ որ պատերազմը սկսեց ընդեղ 22 թվին, թվում էր, թե իրանց մոտ դե ամեն ինչ պիտի կարճաժամկետով չէ, իրանք աշխատեն, բայց իրանք օրինակի համար ահագին մարդ ուղարկեցին դուրս սովորելու տասնյակ հազարներ փոխանակ օրինակի համար տենց կարճաժամկետի մեջ գցեին մի անգամից պատերազմ, մի տարով, ասենք կես տարով մարդկանց ուղարկում էին դուրս սովորելու, նոր բերում էին, մտցնում էին պատերազմ։ Ու պարզապես դա այդ մոտեցումը բերեց որոշ փոփոխությունների։ Այսինքն կրթություն ընթացքում, պատերազմի ընթացքում դա կարծես թե նորություն էր, չէ՞, ռազմական արվեստի մեջ։ Դրանց չեմ կարա ասեմ, որ նորություն է, ասենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ էլ այդ երկար տևող պատերազմների ժամանակ նորություն չի, բայց պատերազմի սկզբում հələ ոչ մեկ չէր հասկանում, որ այդ պատերազմը երկար է տևելու կամ ինչքան է ինքը ոնց է ընթանալու, բայց մեկը տենց իրանք որոշեցին երկար էլ խաղան։ Դուք կպնդեք, որ Ֆրանսիայի հետ ռազմական գործակցության արդյունքում հայկական բանակի արսենալը եւ հայկական բանակը ունի հնարավորություն մեծանալու, զարգանալու, որակական փոփոխություն առաջացնելու։ Ոնց որ արդեն նշեցի, այո, շատ բաներ կան, որ Հայաստանը չի ունեցել ու կարող է այնտեղից գնել կամ ավելի լավ որակի, քան ինքը ունեցել է։ Հատկապես ոնց ես նշեցի հակաօդային պաշտպանությունն է կարևոր ու մեկ էլ կապը ու կառավարումը ստե շատ կարևոր կլինի այդ դրա վրա մեծ ակցենտ անել, որտեվ արևմտյան սիստեմները ստեղ շատ ավելի որակյալ են եւ քան օրինակ նույն ռուսական սիստեմները, որ կարող են լինեն, նաև ոչ միայն տեխնիկական հարցերի մասն է խոսք գնում, բայց նաև կրթական ու ասենք այդ կիրառման հարցերը ոնց պետք է կազմակերպվեն, այդ ամեն ինչը շատ կարևոր է փորձել ստանալ համ տեխնիկականը, համ այդ փորձը։
Հոբ զենքեր, նաև դրոնային մասեր, այն զենքի տեսակներ կարող են Ֆրանսիայից ստանալ դուք այսպես անուններ կարող եք Իրանք արտադրում են ամեն ինչ սկսած կործանիչներից ու միջուկային զենքից վերջացրած ավտոմատներով։ Դրա համար այստեղ մի քիչ sense դժվար է կոմենտել sense թե ինչա պետք իրանցից գնել, որտեվ դրա համար պետքա ինչ-որ պլան կազմվի, հենց զակուպկեքի մի 5-7 տարվա օրինակի համար ու պետքա բոլոր շուկաները հետազոտվեն ու որոշենք, որ օրինակի համար, չգիտեմ, հոպը Ֆրանսիայից այս տեսակն ենք վերցնում, Հնդկաստանից այն տեսակն ենք վերցնում, իսկ չգիտեմ, ինչ-որ մի հատ ուրիշ բան կարող է փորձում ենք օրինակի համար Իսպանիայից կամ Պոլշայից վերցնենք, չգիտեմ, ասենց այդտեղ չի կարելի ասենց շատ մակերեսային կլինի, եթե հասկացա։ Իսկ եթե Ռուսաստանի մասին խոսենք, նրանք ըմբռնումով կմոտենան, այսպես ասենք, դիվերսիֆիկացնելու ձգտումները։ Լավրովը վերջերս ասում էր, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է հապկից դուրս անվտանգային գործընկերներ փնտրել, բայց երբեմն կարող են մի բան ասել, բայց ուրիշ բան մտածել, չէ՞։ Դե պարզապես Մյուս կողմից ինձ թվում է, որ այսօր Ռուսաստանը հենց դիրքում է գտնվում, որ եթե Հայաստանը շատ ագրեսիվ իրան չդրսևորի, ասենք այդ իր շարժումները անի դանդաղ եւ ինչ-որ հենց ոնց որ ցույց տալով, որ հենց Ռուսաստանի դեմ ոչ մի բան ինքը չունի, վնասելու չի ուզում վնասի, ինձ չի թվում, որ դա իրանք հիմա տենց լուրջ ռեակցիայի ինչ-որ բան կանեն, լուրջ ռեակցիա կդրսևորեն, որտեվ ասենք այդ նույն, ասենք ասում են, որ ապրանքների իմպորտը կփակեն Հայաստանից օրինակի համար։ Կարող են դա անել, բայց այդ ապրանքների իմպորտը հիմա իրանց համար շատ ավելի կարևոր է օրինակի համար, քան դա ասենք 5 տարի առաջ։ Պարզ է, որ եթե շատ պետք կլինի կանեն, բայց եթե խնդիրը, որ իրանց դեմն է այդքան շատ կատաստրոֆիկ չի, կարող է մտածեն ու ոչ մի մենակ խոսան օրինակի համար։ Այստեղ պետք է այդ էլ հասկանալ։ Երկկողմանի է այդ սուրը, այսպես ասենք, այս դեպքում, հա։ Մանավանդ, որ իրենք Հայաստանից որոշ բաներ ստանում են։ Պարոն Արսիսյան, եթե թեմայի հետ կապված ամփոփիչ խոսք ունեք, խնդրեմ։ Ինձ թվում է, որ քննարկեցինք թեման, այստեղ կարևորը այն է, որ մեծ նոր ինչ-որ էջ է Հայաստանի բանակի հետ կապված, որ առաջի անգամ տենց լուրջ ինչ-որ պերսպեկտիվաներ կան հենց արևմտյան զենք և զինամթերք ստանալու, ինչն է կարևոր, որ Ֆրանսիայի հետ այս փաստաթուղթը որ ստորագրվի ու հույսով եմ ինչ-որ կոնտրակտներ զենքի ստորագրվեն, միանգամից ուրիշ եվրոպական երկրների հետ էլ կարող է բացի դռները համագործակցության շատ ավելի հեշտ կլինի, երբ որ արդեն կա Ֆրանսիայի նման մեծ երկիր, որը առաջին քայլը արեց։ Դրա համար սրանով ամփոփենք, հուսով եմ, որ հայկական պետությունը կունենա կարողություններ այս ամեն ինչը զարգացնելու։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Արսիսյան։ Հաջողություն ձեզ հետ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր ռազմական վերլուծաբան եւ հետազոտող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող աշխատողների անվտանգությունը եւ առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքով։ Արգելվում է խտրականությունը հաշմանդամություն ունենալու պատճառով։ Աշխատանքի ծավալների կամ հաստիկների կրճատման ժամանակ հավասար պայմանների առկայության դեպքում աշխատանքում մնալու նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող աշխատողին, հարազատին, որը զբաղվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի խնամքով։ Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրածի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը։
Աշխատատեղը պահպանվում է, եթե անձը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ոչ ավելի քան 6 ամիս անընդմեջ կամ 1 տարվա ընթացքում ոչ ավելի քան 180 օր։ Հաշմանդամություն ունեցող աշխատողը կարող է դիմել գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու համար։ Խելամիտ հարմարեցումներ են աշխատավայրը մատչելի դարձնելը, աշխատանքային ճկուն գրաֆիկ սահմանելը, աջակցող սարքեր և ծրագրեր ձեռք բերելը, պարտականությունները վերանայելը։ Հաշմանդամություն ունեցող աշխատողի պահանջով բժշկական եզրակացության հիման վրա կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Արտաժամյա աշխատանքի նա կարող է ներգրավվել միայն իր գրավոր համաձայնությամբ, եթե բժշկական եզրակացությամբ արգելված չէ։ Հաշմանդամություն ունեցող աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում։